Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին սպանվել է իսրայելական հարվածների հետևանքով, լուրը հաստատել է պաշտոնական Իրանը։ Նա սպանվել է իր գրասենյակում շաբաթ առավոտյան։ Իրանի հեռուստատեսությամբ հաստատվել է նաև Գերագույն պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար գեներալ-մայոր Մոհամմադ Պակպուրի մահը։ Իրանի իշխանությունները 40-օրյա սուգ են հայտարարել սպանված գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի համար։ Իրանի գերագույն առաջնորդին ընտրելու խորհուրդն այսօր նիստ կանցկացնի, այս մասին հայտարարել է ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը։ Մինչ այդ Իրանի նախագահը դատական համակարգի ղեկավարը եւ Սահմանադրական պահապանների խորհրդի անդամը ժամանակավորապես կղեկավարեն երկիրը։ Նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ Խամենեիի սպանությունը անպատասխան չեն թողնի։ Կարճ ժամանակ անց Պահապանների կորպուսն է հայտարարությամբ հանդես եկել առաջիկա րոպեներին Իսրայելի եւ ԱՄՆ բազաների դեմ ամենահզոր հարձակողական գործողության մեկնարկի մասին հայտարարությամբ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրդորել է հետ կանգնել այդ մտադրությունից, հակառակ դեպքում ավելի ծանր հարվածներ խոստանալով Իրանին։ Մինչ Խամենեիի սպանության լուրը կհաստատեր պաշտոնական Իրանը, Թրամփը դեռ կեսգիշերին էր կիսել իր ուրախությունը համացանցում, շեշտելով, թե Ալի Խամենեիի մահից հետո Իրանի հետ համաձայնության հասնելը շատ ավելի հեշտ է դարձել։ Միևնույն ժամանակ հայտարարել էր, որ Իրանի դեմ ռազմական գործողությունը կշարունակվի առանց ընդհատումների ամբողջ շաբաթվա ընթացքում կամ այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը եւս հայտարարել է, որ արդարադատությունը հաստատվել է Իրանի գերագույն առաջնորդի սպանությունից հետո։ Մեջբերում բռնակալ Խամենեին վերացվել է մռնչացողարյուծ գործողության առաջին հարվածով, ինչպես նաեւ իրանական ահաբեկչական ռեժիմի այլ բարձրաստիճան դեմքեր։ Մեջբերման ավարտը։ Իրանը հաստատել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Աբդոլ Ռահիմ Մուսավիի մահը, հաղորդում է ԻՌՆ-ն։ Սպանվել են նաև Իրանի պաշտպանության նախարար գեներալ-մայոր Ազիզ Նասիրզադեն, գլխավոր շտաբի պետ գեներալ-մայոր Սեյեդ Աբդոլ Ռահիմ Մուսավին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար գեներալ-լեյտենանտ Մոհամմադ Փափքուրը, ռազմական հարցերով ավագ խորհրդական եւ պաշտպանության խորհրդի քարտուղար ծովակալ Ալի Շամխանին։ Իրաքի կառավարությունը երրորդյա սուգ է հայտարարել ամբողջ երկրում Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի սպանության կապակցությամբ։ Իրանական լրատվամիջոցները հայտնել են, որ իսրայելական հարձակումից ժամեր առաջ Խամենեին հանդիպել էր Ալի Լարիջանիի եւ Ալի Շամխանիի հետ։ Երկրի առաջնորդի սպանությունից հետո Իրանը ավելի ինտենսիվ է սկսել հրթիռակոծությունները։ Պահապանների կորպուսը հայտարարել է տարածաշրջանում ԱՄՆ-ի 27 ռազմաբազայի վրա հարձակումների նոր ալիքի մասին։ Պայթյուններ են որոտացել Բաղդադում, Դուբայում, Դոհայում։ Հարվածներ են հասցվել Դուբայ օդանավակայանին, մարդիկ խուճապահար փախել են, վիրավորվել է 4 մարդ, վնասվել է նաև տերմինալներից մեկը։ Իրանական լրատվամիջոցները փոխանցել են Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի խոսքերը։ Դիմելով Իսրայելին ու ԱՄՆ-ին նա հայտարարել է. «Մեջբերում դուք այրել եք Իրանի ժողովրդի սրտերը, մենք էլ կայրենք ձեր սրտերը»։ Մեջբերման ավարտը։ Լարիջանին նաև նշել է, որ Իրանի ժողովուրդը թույլ չի տվել երկրի պառակտումը։ Նրա խոսքով 12-օրյա պատերազմի ընթացքում թշնամիները բախվել են հզոր քաղաքակրթական բաստիոնի։ Խոսքը վերաբերում է հունիսյան պատերազմին։ Ըստ իրանցի պաշտոնյայի Իսրայելը ձգտում է Իրանի պառակտմանը։ Այդ ռեժիմը այլ ելք չունի եւ փորձում է բաժանել մեծ երկրները իր գոյությունը պահպանելու համար։ Այս ամենի ֆոնին տարբեր երկրներում բողոքի ցույցեր են ընդդեմ ամերիկյան գործողությունների։ Իրանում հազարավոր քաղաքացիներ են բացականչում «Մահ Ամերիկային»։ Բաղդադում փորձում են ներխուժել ԱՄՆ-ի դեսպանատուն։ Ընդհանրում է տեղի ունեցել նրանց ու ուժայինների միջև։ Իսկ Պակիստանում կրակ են բացել ԱՄՆ դեսպանատուն ներխուժած քաղաքացիների ուղղությամբ։ Ցուցարարները հարձակվել են Կարաչիում ԱՄՆ հյուպատոսության վրա։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի եւ Իսրայելի դեմ ռազմական հարվածները եւ կոչ արել դադարեցնել ռազմական գործողությունները։ Նա նշել է, որ կողմերը պետք է վերադառնան բանակցությունների, այդ թվում Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ Նույն պահանջով են հանդես եկել նաև ՄԱԿ-ում Իրանի, Չինաստանի եւ Ռուսաստանի ներկայացուցիչները։ Իրանի ներկայացուցիչը հավելել է, որ Իրանում Իսրայելի եւ ԱՄՆ-ի դպրոցի վրա հասցված հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 100 երեխա, իսկ խաղաղ բնակիչների շրջանում զոհերի թիվը ավելի է աճում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցել անվտանգության խորհրդի նիստ, որին մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը եւ այլ պաշտոնյաներ։ Զեկույցով հանդես են եկել արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանը եւ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Փաշինյանը համապատասխան հանձնարարականներ է ներկայացրել եւ ընդգծել խաղաղության շուտապույտ հաստատման անհրաժեշտությունը։